Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Միշտ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube անալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների, ձեր բարեկամների, բարձրադասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունները։ Ինչպես եք բաժանորդագրվում, ովքեր չգիտեն, քանի որ տեսնում եմ կեսը համարյա բաժանորդագրված չեն, երբ որ վիդեոն միացնում եք, տակը սև ուղղանկյուն է, այսպես օվալացել ծայրերով։ Սեղմում եք եւ բաժանորդագրվում եք։ Մնացածը հույսով եմ գիտեք։ Ուզում եմ այսօրվա հաղորդումը հեսա կասեն ինչ է ստամ մեջ էլի գլխակը դրե աղբեր ու ակնոս դրե շոկատ չէ աղբեր այսօր ես Գոնսալեսն եմ ինչի Գոնսալես քանի որ ես երկիրը դարել է Գոնսալեսների երկիր ուրեմն Բագրատ Սրբազանին կալանավորեցին Նիկոլ Փաշինյանը ինչ որ ասում ենք բա ինչի Բագրատին չես բռնե արտակին ես բռնե հա Նիկոլ Փաշինյանը բռնեց Բագրատին բայց Պատրաստվում է եւս մեկ ուժ բռնվելու, այսինքն դեժոր, չան գիտեք հետաքրքիրը որն է, ինչից է ծիծաղս գալիս, որ այս շոուի մեջ կան ուժեր, որոնք ընդհանրապես ազգին ասելիք չունեն ու չեն ունեցել, բայց միշտ փորձում են ջրի վրա մնալ։ Հա, շատ ուժեր կան այսպիսի, կոնկրետ օրինակ Սևերի հետ։ Սևերը հելել է Բևերի հետ, հելել է հայտարարություն արել թե դատապարտում ենք ինչի Բագրատին բռնեք, բայց մինչև այդ դուք Բագրատից հրաժարվեք այ մարդ։ Դուք ասի Բագրատը սխալ ասում, որ ասում Արցախը Հայաստանա, Արցախը պետք է անկախելի հրաժարվեք, ինքը լավ մարդ չի։ Հիմա ինչ եմ ասում, Բևերը բռնվելու է, ինչի պարտադիր Նիկոլ Փաշինյանը ուշադիր լսում է իմ հաղորդումները, հեսա կասեմ բար ներկայացնում է։ Ու անում է, ինչի է բռնվելու Բևերը։ Ես բացում եմ փակագիծը, որպեսզի հետո չասեք, վայ, խեղճ տղեկին բռնի։ Քանի որ այն որ ասում է բոլորը կհասկանան բանակ ծառայած տղեկը, ես նստածների հետ գործ չունեմ, բանակ ծառայած տղեկին եմ ասում, ես բերդ չեմ դստե, այն որ բոլորը վազում են մեկ ասում ապե ծխեմ, էլի, ծխում է, ծխել չգիտի, սովորում է, որ ինքն է չվազի, կամ բաց եմ ասում, գնում են ուռում են, էդ էլ ասում ես, բանը, դեղ հարգող տղա եմ ուռելը, թողեք ուռեն, որ չծեցեն, նույն էս վիճակն է, հիմի Բագրատը բռնված է, Սերժա Քոչարյանական ուժերը ռուսական իբր բոլորը բռնված են, իբր։ Բա Բևերը չպետք է իրան անուն անի, ես էլ եմ բռնված աղբեր, ես էլ եմ հարգող տղա։ Հիմա զգուշացնում եմ, ոչ թե զգուշացնում եմ, ուղղակի ասում եմ, որտեղ դուք ես խաղի մեջ եք միշտեղը, ռուսական KGB-ի եւ այլն։ Սիրուն, Ժիրո, Պապյան ընդ բոլորը, սիրուն, վերցնում եք հիմա, Մարտա միած սրբիչ։ Մի հատ չստիկ, լավ լողանում եք, թրաշվում եք, որ երկար թրաշվելու բան չլինի, ես ուրիշ բանի համար չեմ ասում։ Վերցնում եք երկու հատ բրիտվա, մի հատ զուպլոյ չոտկո, սպասում եք, որ գանձես տանե, որտեղ դուք արդեն խաղի մեջ եք, դուք գնացիք այդ ճանապարհով։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ես ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, ինձ ա լսում, բերեք ճիշտ խոսանք, ինքնա գովես չի սա։ Քանի որ մարդը ասելու բան չունի, ազնին ցուցադրում է իր ես իմ կնոջ ել չասեմ +21 էս մասերը, այդ մարդը նայում են, տեսնում են ով է միջուշ խելքի մոտիկ բան ասում, խելքի մոտիկ ասածները փորձում են իրականացնել իրենց ձևով։ Պարզ օրինակ, այսօր առավոտյան գցել եմ ես Նիկոլ Փաշինյանի էջին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրությունը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է KGB-ի ագենտ, որը տպված է եղել 20 սովետական Հայաստան թերթում, որի մասին հաղորդում եմ արել բոլոր հետևորդները տարի առաջվա լսել են։ Բոլոր մանրամասներով տող ոնց է եղել, ոնց է Վազգեն, Վանո եւ այլն այս գործողությունը սիրուն տպե արել են իրաց ոնց որ մյուս հարցերը։ Այսինքն մարդիկ երբ որ չունեն ասելու բան, այնա Պապիկյանն անց արդեն հայհոյանքների էջում նախարարի գործը թողեց սկսել է Facebook-ով, հայհոյանքներ տեղալի միջալոց նույնը խորհուրդ տվեցին Տրամփին դուրս գալ Facebook-ից իսկական ղեկավարը լինել, այսօրվա Լուիս Սիլվան Բրազիլիայի ղեկավար ասաց, որ հերիքա Facebook-ով հաղթանակներ խաղաց դուսարի նստի, նույն ասել եմ, չէ, նույն Նիկոլն է, նույն պատմությունն է անում։ Դրա համար էլ այս Facebook-ասեր ստատուս գրող իշխանությունները, իշխանավորները կամ աճեցրածները, հա, ֆեյքային իշխանավորները հետևում կանգնած են սև ուժերը, գնում են այս ճանապարհով։ Հիմա ինչ ալնելու, հիմա հաջորդ этаպը փորձելու են տեսեք։ Քոչանին բռնին ազգը չելավ, Մամելին բռնին չելավ, Սեյրանին բռնին չհելավ։ Քոչանի տղուն բռնեցին չհելավ, հերթով գալիս են։ Բագրատից առաջ Տաշիրի Սամոյին բռնին չհելավ, Ժիրոյենք իբր մտան լավ տղեկին թողին բերդում վատերով դուրս եկան, որովհետև իշխանության փային դուրս չեկա, բնականաբար չէր դուրս կա։ Հիմա գրում է հաջորդ փայը Բագրատին բռնին արդեն, քանի որ տեղակալներին էին բռնում կամ իր մոտ կանգնած նորմալ հայերին էին բռնում, հիմա դուրս է գալիս Բագրատին բռնին, էլի ժողովուրդը չի հելում։ Հասկանում եք, սրանք ուզում են ժողովուրդը հելի, որ իրենք արյունով գնա, ես այս մասին վաղուց եմ ասեմ, որ գրում եք դու դավաճանես Նիկոլը պետք չթռնի, պետք կախենք, ես այսօրվա համար էի ասում։
Որևէ մեկը համաձայն եք հայի արում հեղեք, գնացեք հեղեք իշխանություն վերցեք, ես չեմ եղել։ Հա, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը նման բանի չի գնա, որտեղ բոլորի ուզածը դա է։ Մենք ասել ենք Նիկոլը թող իր թվով փախնի, մի 15-ից 17 հոգով, թող փախնի, մի մեկը կասի ապա այն օրը 14 է ասում։ Այ մար 14, թող 15-ով է փախնի, համաձայն ենք։ Փախնի ոչ թե 50-100 հոգով, մենք համաձայն ենք իշխանափոխությանը, մենք գիտենք ոնց ենք անել։ Իմիջիայլոց զուգահեռ տանեմ ուղիղ հիշեցնեմ, ձեր համար պատական թե իրականությամբ Քենիայում կատարվում է հեղաշրջում, կրկին անգամ պրեզիդենտը, որ իրեն պամեր Նիկոլ Փաշինյանի նման, հիմա չասեմ որտեղ է գաղտնիքներ չբացահայտեն, որտից է բնականաբար հեսա կասեն արտակեն կնդեղ են իշխանության մեջ, հիմա էլ ընդեղ։ Հա, ես դեմ չեմ որ մարդը փող ոստիկանապետն է, ոնց կարա իշխանության մեջ չլի։ Այ պրեզիդենտը Նիկոլի պես πάει սխալ խաղաց, դրա համար պատժվում է։ Բայց պետք է լինի, ժողովուրդ չեմ։ Բայց եթե դու սխալ ես խաղում, միշտ է պատժում է, եթե դու քո պոստը օգտագործում ես քեզ համարելով աստված կամ կիսաստված, միշտ է սենց է լինում։ Բնականաբար ու Կրեմլի գործոններով։ Հիմա մի հատ բան եմ ուզում ձեզ ասեմ, ճիշտ ասած ժողովուրդ, հա մտածում եմ ասեմ թե չասեմ, բայց ուզում եմ ասեմ, թող սա լինի սև գովազդական բան, մեկը ժողովուրդը չի ընդունում, ես ուշադրություն եմ դարձել, մի ամի տերեք աչքիս եկավ Տիգրան Ուրիխանյանի ելույթը, բայց ժողովուրդ ջան, ես չեմ ասում նայեք, ուզեք նայեք, չէ։ Կիսիլյովը ընդ է մեռավ, ուրեմն կանգնած ելույթ ունենում, քայլելով գալով Կիսիլյովի պես եւ սենց բացատրում։ Ժողովուրդ կոմունիստական ձևով, դուք պետք է այտանեք Նիկոլ Փաշինյանը, որը գնում է Աստված մեծ է, բայց Աստվածը սենց չի, Ուրիխանյան։ Ժամանակին որ դու բոլորի տակ Քոչի, Դոդի տակ էր, Սերժի տակ էր, որ աղբորդ բերեցի դրիր KGB-ի պետ խեղճ տղուն Կուտոյանին գլուխը կերակ։ Դու գիտեր որ Կուտոյանին Սերժեն խփելու են, երեսիդ ասեմ։ Չիմանաս չէր բերելու զոհ, բա վերջի 6 ամսվա, 7 ամսվա թե մի տարվա KGB-ի պետն էր, ոնց որ հիմա են բերում, զոհ են տալու։ Դու գիտեիր այդ բանը, բերի զոհ տվիր, հիմա փախել ես Ռուսաստան ընդից։ Այո, այդ Սերժին պիտի բռնեն, հիմա նոր ես որոշում, Սերժը ժամանակ Սերժը կոշիկները լեզվով փայլեցնելով ման էր գալի։ 22 միջպետական խորհրդի անդամ էր, այ մարդ այդքան անդամ կարա լինի։ Աշխատանքային օրը 3-2-3 14 օր աշխատանքային օրեր 22 միջպետական խորհրդի անդամ ո՞ց պիտի լինի, պլյուս падգամավորի եղել։ Ինչևէ, նայում եք խոսալը ժեստիկուլյար, այդ երկիրը, քանի որ չի էլ մոռանում մեկ-մեկ յանի թե ցույց տա ինքը մասոնա, որովհետև Աստված Նիկոլին, Սերժին, սես բաներ, վայ, կապիկ փարթիները ժողովուրդ ջան, եւ պետք է վերանա։ Այս ազգի մոտ մտել եմ մի բան, որ կապիկությունը արդեն դարել է նորություն։ Նորություն է դարել, կապիկությունը ավելի ուրիշ ձևով խոսալու։ Հայոյանքի մոդան էլ անցավ, նոր մտել է Նիկոլի մոտ, դոգի ականջները մի վառում է, հա, չասեմ դոգի վիճակը ինչ ձև է, ամենայն դեպս Նիկոլ, դոգի վիճակը շատ լավ է։ Հələ սպասի պատասխան էտապի, դոգի ականջները մի վառում է, Նիկոլն հենց է հայում, դոգը որ դուրս կա հիմա հայոյանքով հաղորդում անի, լեզուն փաթանգնելու նես բաներ ասել։ Չի հասնի դոգին արդեն, դոգից անցել էր։ Նույնը Նայրա Զորաբյան, ասում է Նիկոլ, քֆուր ես ուզում, դե պատասխանի։ Հաղորդ խայտարակություն, տու եւ մի շարք տույր։ Սա է ներկայացնում Հայաստանում, չէ՞։ Իբր ընդդիմություն, իբր իշխանություն, բայց բոլորով միասին պրոռուսական ուժ։ Հարգելի հետևորդներ, երեք էլի մի էջում էլ մի ամիտ մտա էջում, դառա հարցախեր, բայց շատ լավ էր։ Մարդիկ նորմալ են, ես ուրախ եմ, որ բոլորը հարց են տալիս, բոլորը պետքա դուրները չեմ գալիս շատերի, բնականաբար ես խո 500 եվրոյանոց թղթադրամ չեմ, որ ընկածել են բոլորը ջարդեն առաջինի վերցնեն։ 1000 հոգու դուր կգամ, 1000 հոգու դուր չեմ գա։ Դա բնական է։ Բայց ռուսական կողմնորոշումը իմ համար կամ ցուցադրական հայամոլությունը, որը զգացվում է մարդու խոսքից, դե բոլորն էլ անում են, սա շատ տգեղ է ու լամպի նման, սովորական լամպչկա ռուսական լամպի նման, ոչ թե եվրոպական, թափանցիկ սենց ծեր երևում է, էլի ինչ եք ուզում անել։ Այդ շոուները, այդ ծեր անցած շոու սարքելը ես եմ, ես անցել։ Բոլորիդ, թեկոս տակը որ գրում եք, ես այդ անցել եմ։ Անցնենք այս թեմայից, անցնենք մի հատ միջազգային մի երկու թեմայի, որովհետև սա նույնպես հետաքրքիր է, այսօր Հայաստանում հիմա շոուի մեջ են պահում, այս վիճակը հասկանալի է, հետո կանցնեն մյուս բաների, որովհետև հիմա որ Բեբերին կբռնեն, հետո կտեսնեն, որ Բեբերրաման ընդհանրապես մարդ դուրս չի գալիս, հետո այն 4 հոկանոց կուսակցություն կա, որ ինձ ուզում էր իբր մանգար գտներ են էլ գնան արտակի ոտները լվան ջուրը խմեն, որ արտակը չթողեց շատ բան ասել։ Հիմա ասես բռնվելով, թողնվելով, ժողովուրդ ջան,
Ինչ ասեմ, բռնել թողելը դառել է պրեստիժ, հա, նստածելած տղա եմ, կապ չունի ինչի մարդ նստե, հա, կարևորը նստելը։ Սա չի պրծնելու, իսկ ինչ վերաբերում է էլեկտրոցանցերի սեփականացնելուն, ես ոչ թե չեմ կարծում, այլ 100% հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չկա այդքան, որ վերցնի ռուսական բիզնես, ինչի, որտեղ ոչ ես ռուսի կողմից եմ, ոչ Նիկոլի, ես հայ կողմից եմ, ոչ Ամերիկա, ոչ Եվրոպա։ Սա բանն է, որ ժողովրդին պիտի խաբելով ձգեն ինչքան կարող։ Սուտ շոուներով ձգեն ինչքան կարող։ Տեսեք, հայտարարություն անում են Մհերը, Նիկոլի տեղակալ Մհեր Գրիգորյանը, ինչ սև շուն են, քթով սեց երկար չանով կենթանին, ասում է, բանը մենք Ադրբեջանի բոլոր պայմանների հետ համաձայն ենք։ Ադրբեջանը կայնավ ասում է, այդ ինչ գրել եք դրանց հետ էլ համաձայն չենք։ Ժողովուրդ ջան, ինչ տալիս է համաձայն չեն։ Ուզում ասի, գիտեք ինչի, ես այն ժամանակից ասում եմ, քանի որ այստեղ արդեն դրված է եվրոպական դիտորդը, դա կլինի դիտորդ, կլինի ժանդարմը, կլինի ամերիկյան զորքը կլինի, սա, այս տարածք հազիվ մտել են, ոչ մեկ դուրս չի գալու։ Թե ռուսը ինչ կան, այնտեղ մարդիկ կան, գովում են, հեսա կտենաս ռուսը ինչ կան, ինչ պիտի անի, այն գերջան։ Ռուսիա արած ինչ պիտի լինի, 4 տարի պատերազմ է, որ լավ ղեկավար ունենար, ջութ չունենար, վաղուց այդ կռիվը պրծել էր, ոչ թե տանում երեխեքին օրը 1500 հոգի մատաղան բեր։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, որը դեմ արտահայտվեց Ռուսաստանին, տակից էլի չգրեք Չինաստանին, Չինաստանը երևում է շատ ուժեղ է աշխատել, դրա համար Իրանը հետ չկամ, նախ ասեց ատոմային գործը շարունակում եմ, ոչ մեկից ոչինչ չի ասի, պետք եղավ արդեն ջղայնացած ցանկացած պայմանի Օրմուզը կփակեմ առանց զգուշացնելու, բնականաբար էլի Ամերիկայի հետ խաղերով, բայց այստեղ մի գործողություն կատարվեց, բոլորս նայենք պատերազմ, բան, շոու, սենց, Իսրայելը ուրա, բան, ժողովուրդ ջան, իրական մի բան է եղել, որ ես կասեմ կապշկտու։ Ուրեմն 2025 թվի մինչև պատերազմը 143,000 թիվը ուշադիր լսեք 143,000 միլիոնատեր տարբեր երկրներից գնացել են Դուբայ ապրելու բիզնես տնելու։ Այս կրակոցից հետո, հա, այս կարճատև շոուից հետո, դրանց մեծ մասը Բրիտանիա, Ամերիկա, Պորտուգալիա, արաբական երկրներ, մի շարք երկրներ այդ մարդիկ ինչի մեջ են։ Հիշում եք, ես միշտ ասել եմ այդ իբր Զանգեզուրի միջանցքը, որ դա այնքան վտանգավոր տեղ ալնելու, որ ոչ մեկ չի գնալ, որտեղ ռիսկային է 5 պետությունը տե շահ ունի, 5-ն է կարա նտե տերոր անեն, Թուրքիան է կարա, Հայաստանն է կարա, Պարսիկն է կարա, հայ նեղված մարդն է կարա, որ տղեն սպանել են, Ադրբեջանն է կարա, վրացին է կարա, ջուդն է կարա, որտեղ այդ տարածքով ոչ մեկ ապրանք չի անցկացնի, ով է միլիոնատեր համաձայն այդ տարածքով ապրանք անցկացնի, պայթսն է։ Իսկ այդպես բան կարա լինի։ Մեկը մյուսի վրա գցելու համար։ Նույնն էլ սա է, հիմա տեսեք, տարել են 143 միլիոնատեր, այդ չի նշանակում, որ 143 հատ մի միլիոնատեր։ Մի քանի 100 միլիոնա, միլիարդ 100-ն են տարել, Դուբայում հիմա այդ մարդիկ նստած մտածում են։ Կատարին 5 վայրկյանում խփին, Էմիրատում էլ կան զորքեր։ Իսկ ով կար ասի, որ Էմիրատին չեն խփի։ Հա, իրանք իրար մեջ վերևները տրիլիոնատեր խաղացին, հա, պես մոլեն Նաթանյահուն, Արանքը Չինացին ու բանը բոլորը նույն կլանի են։ Իմիջիայլոց ես ասեմ ձեզ, որ Սի Ցզինպինի մասին հաղորդում եմ արել, որը նույնպես պատկանում է Մաոյի կլանին, իսկ Մաոյի կլանը լավ ֆինանսավորվում էր իբր թե կոմունիստական, դրա համար Ստալինի դեմ դուրս եկավ ամերիկյան ջուդների կողմից, այնպես որ ջուդական գիծը ստել կա մեջները։ Հա, ես չեմ ուզում ասեմ աշխարհի տեր իրանք են, բայց այս ուղղությունները կա, այսինքն միջազգային այդ մութ անկյունների մեջ չի կարա Չինաստանը չլի ու բոլորին հաղթի։ Այսինքն այս շոուի մեջ ընկնում է էլի միլիոնատեր է, մարդ կա ունի x միլիոն, մի, 5, 10, 20, 50, 100, լավ, հա, միլիոն, 500 թեկոս ունի, թեկոս 5 միլիարդ ունի, կապ չունի, Դուբայում ունեցվածներ դրե բիզնես է դրե, ով կարա ասի, գարանտիա տա, որ Դուբային չեն խփելու։ Դուբային խփելը ինչով է հղի, ամեն շենքը վրեքը նստում է մինիմումը 1-ից 70 միլիարդ, չեն, Բուրջալ խալիֆներ որտն է, նստել էր 70 միլիարդ թվերը գրած է, բոլորը։ Հիմա ով է գարանտիա տալիս, որ այդ շենքերին չի խփվելու, հա? Ով Թել Ավիվի նման պաշտպանված տեղ չկար, ամբողջ աշխարհում չի ուտում, ախպեր ջուդների, ախպեր ջուդին խփին, օրը սարև սաղ աշխարհը կվերանա, խփին։ Հիմա նույն շարունակություն, ապես ինչ ես խոսում, ռուսելը չի սկսեն Մոսկվա հրթիռ չի հասնի, խփին։ Նույն դեպքում ապեր կատը Ալ Ջազիրան անգլիական ամերիկյան զորքերը վխտում են Թուրքիան 4000 զինվոր ունի։ Թուրքիայի 4000 զինվորը ինչ օգուտ տվեց Կատարին, խփին։ Կատվի պես մտավ իր ծակը մնաց։ Կատ վծած ապրում էին։ Ձենն չէր հերնում։
Նույնն էլ Դուբայում։ Այ հիմա սկսվել է Դուբայից մտածել եւ արտահոսք։ Այս արանքում ինչ եմ ես ասում, հարգելի ես, երբ որ Հայաստանի իշխանությունները նորմալանա, մենք կկարողանանք այս հարցը լուծել։ Եվ վերջին ուզում եմ ներկայացնել մի շարք հարցեր Բաքվի մասին, որը շատերը ցանկանում են լսել, երեք ասացի չեմ ասելու, որ հաղորդման ասեմ, վերլուծականը, հիմա տեսեք։ Ինչ ստացավ Բաքուն Արցախի բռնակցումից, զավթումից, կոտորածից հետո։ Նայեք, ինքը բնականաբար միանյակ չէր կարող անել, աշխարհի երկրները միանվագ անձեն չանեցին մեծերի ճնշման տակ, բոլորին փողերը հասավ, հայտնի չէ ամեն մեկին քանի միլիարդ է հասել, 100, 150, 200, 250 ամեն մեկին տվել են, ամբողջ գազն ու նավթը նվիրեցին ռուսներին, գյուղատնտեսությունը նվիրեցին ռուսներին, թուրքական զորքերը ըստ օրենքի չպետք է լինեին Ադրբեջանում, ըստ Կասպից ծովի օրենքների մտան, պարսիկները շնորհավորեցին, բայց ոչինչ չստացան հարված, արանքը եկավ Հայաստանի հանդեպ տարածքային ամբողջականությունից վերցնել էլի ձեն չելավ, ինչ է համար սա։ Եվ ինչ ստացավ Ադրբեջանը հիմա, լավ, ասեք 200 քառակուսի Հայաստանից է վերցրել, Արցախն էլ բռնազավթեց իրենց ասած, իրենց պետության տարածքը, իրենց ասած, մեր չէ։ Սարքեցին, ինչա ստացել դրա դիմաց, չէ՞ որ ամեն ինչի գին ունի աշխարհում, այսօր ժողովրդյան բոլորս գիտենք։ Հա, ամեն ինչի գին ունի։ Հիմա Ադրբեջանը սարքել է թմրաբիզնեսի եւ մարդու օրգանների առևտրի կենտրոն ջհուդները։ Տեսեք, շատ հոյակակ կերպով Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի երեխաներին հայ եւ ինչպես նաեւ ես ասել եմ ադրբեջանցի, որոնց թիվը 50,000 դե գոռում են այսին չեկյալ, բարձվում է ադրբեջանական հատու որոշ տվյալների, որոնք ներսի մարդիկ են, ավելի քան 70,000 մարդ կորցրել են օրգանները վաճառելով Բաքվի կողքերը կամ Բաքվում տարբեր տեղերը ակումբներ կան, թաքուն շենքեր, նախարարություններ, որը իբր գործարան է, բայց իրականում դա ուրիշ տեղ է եւ այլն։ Սա բարձրաձայնում են շատ քիչ, ովքեր կարողանում են բարձրաձայնել նրանք երկրից փախած են, իսկ ովքեր ներսում են վախենալով են ինֆորմացիա տալի, որտեղ կան շենքեր, որոնք իբր սարքված է կլուբներ, ռեստորաններ, նույնիսկ գործարաններ, մտնում են տարբեր երկրներից եկած հիմնականում ջհուդները շատացել են եւ ոչ մեկ չի իմանում եւ այդ տեղը Բաքվում հսկայական քանակությամբ Ադրբեջանում մարդիկ են կորում, պատերազմը բրծելա մինչեւ հիմա կորում են։ Այստեղ են տեղափոխել բոլոր տեղերից եկող նարկոտիկի տրաֆիկը, այսինքն կոնկրետ ստացել են Գվինեա-Բիսավում։ Հիշեցնեմ, որ Գվինեա-Բիսավում գտնվում է Աֆրիկայում, ինքը պորտուգալական գաղութ էր, ինքը գնաց նույնպես այս ճանապարհով, երկիրը կործաման, թմրադեղի, ժողովուրդը թմրադեղով, հիվանդություններով լի, այսօր բոլորին ձեռատալի, որ ընդեղով թմրանյութ ապահովեն, բայց ցանկացած երկիր կարող է մտնի ինչ ուզի ասի, դե Գվինեա-Բիսավում նվաճում չի արել, որ կործանեն, հիմա կողքի երկրներին ձեռա տալիս, որ Հայաստանից մի քիչ մեծ տարածքի վրա, այնքան որ իշխանությունը թալանի, իրանք է բերեն դեղի առևտուրը անեն գնան։ Նույնը կատարում է Ադրբեջանում գումաց օրգանի առևտուրը։ Հիշեցնեմ ձեզ, որ ես անընդհատ ասում եմ Իսրայելում օրգանի առևտրի քաղաք է, որը ռմբակոծվել է, փաստորեն ջուդները ամբողջ գործը տեղափոխել են Ադրբեջան։ Ցանկացած ժամանակ փուրը տալու իհարկե միշտ խավության նոխած նաև այստեղ է լինելու։ Փուրը տալու ժամանակ ասում եմ, ախպեր, մերը չի Ադրբեջանն է, գնացեք Ալիևին ասեք։ Այ դրա համար է Մոսադը Ալիևին թիկնապահություն անում, հասկանում եք։ Քանի որ թիկնապահություն անում, որ ինքն էլ չկանա փախնի ու բլթսնի, որովհետև այդ երկիրը վերածվել է թմրադեղի, մարդու առևտրի, տարբեր տեսակ մախինացիաների, հանցագործությունների, հիվանդությունների տարածման կենտրոն։ Ըստ պաշտոնական տվյալների Ադրբեջանը առաջի տեղն է բռնում տարածաշրջան դեղի եւ սպիդի եւ մի շարք վեներական հիվանդություններով, բայց ոչ պաշտոնական տվյալները 300-ից 400% բարձր, այսինքն 3-ից 4 անգամ։ Բարձր Ադրբեջանում կատարված այդ ամբողջի վերջում բնականաբար երկրի թալան Ղումարբազ Ալիևը, որը միշտ դեղար է, սիրում է դեղի գործ, հա, երկրի տարածքներ ուղղակի նվերներ շեյխերին կամ մյուսներին, սա բերել է նաև մի հատ հարվածից հետո կործանման, քանի որ Ադրբեջանը որպես պետություն ինքը գոյություն չունեցող պետություն է, ինքը փոքր կայսրություն է, որտեղ ապրում են մի շարք ազգեր, որոնց փորձում են ճնշման միջոցով հələ որ պայել մինչև ջհուդները տեսնեն ինչ են խաղալու այդտեղ։ Էլի եմ կրկնում ջհուդական, ձեր ասածները այնտեղ պատմում եք նոր Խազարիա, ես իմ աշխարհ Ժորժան թարգը տվեք էլի։ Այդ երկիրը չի ուզում մեծ, ինքը չի կարողանում պահի գողացող երկիրը չի կարողանալու մեծ պետություն, բայց ինքը միշտ գողացող է, Լոմբարդը, իրան փուճուր տեղապետ, Լոմբարդը դրես, փողը քաշես, փախնի ուրիշ տեղ։ Հիշեցնեմ ձեզ, որ գողանալը նորություն չի, 1000 անգամ ասել եմ, բրիտանական կայսրությունը հզորացավ գողության վրա։ Ինքը չուներ գաղութներ, սպասում էր իսպանացիք,
Պորտուգալացիք, ֆրանսիացիք, նիդերլանդցիք իրենց գաղութներից նավերը բերում էին բեռով, հարձակվում, գրավում էին, այդ նավը խորտակում էին, տանում էին Բրիտանիա ծախալու ու ուրիշ երկրներ։ Նույն սիստեմն էլ հիմա ջհուդներին, քանի որ ջհուդները Բրիտանիայից սկսեցին Օլիվեր Կրոմվելի գլուխը կտրեցին, տեղը ջհուդներին թողեցին այդ 240 օր անձրևային երկիրը սարքեն աշխարհի կենտրոն։ Պարզա, եւ վերջապես այս ամբողջի մեջ Պարսկաստանը հələ չի կանգնել, Պարսկաստանը հելավ ասեն, վայ մոլային խփել ենք, սրան ենք խփել, պարզումա ոչ մեկին չեն խփել, հելավ ուղիղ եթերում մարդը ասեց, Իսրայելը իշկանել ասի, էսի ամսի, էս ինչ օրն է։ Ինքը պատասխանատալով խփելու ենք, վերացնելու ենք աշխարհի ցանկացած տեղում եւ նրանց, ովքեր Իսրայելի հետ համագործակցել են, պետությունների միջալոց այդ որ ասում են, վայ, Ղարաբաղ, գրավը, մեն օրը մեր շատ լավ ընկեր Արմեն Կագրամանովը ասեց։ Բա ասում եք 1 միլիոն փախստական ունենք, ինչի Արցախում ապրում 2700 հոգի։ Ինչի Արցախում 5 տարիա ձերն է։ 5 տարիա ձերն է, ինչի ապրում 2700 հոգի։ Լավ, 2700 թեկուզ ձեր ասած են 144,000 միֆը 62.5 միլիարդ 144,000-ի համար ուր է։ 5 հատ օդանավակայանում համար եք սարքել։ Մարդը 500 հոգու համար մի հատ օդանավակայան եք սարքել միջազգային։ Այս բոլոր գործերի ավարտը գնալու է, միջալոց ասեն ձեզ, ով որ մտածում է Ռուսաստանը դեռ հզոր է, հա, Ռուսաստանը հզոր է մեր համեմատ, բայց ինքը տարածաշրջանում շատ է թուլացել, կորցնում է ու կորցնելու է։ Եվ վերջնաժամկետով ասեմ, որ Ռուսաստանը բանակցությունների համար պետք է հասկանա ու հասկանում են իրանք, ուղղակի փորձում են ավելի թանկ ծախել, դե քանի որ Հայաստանում իշխանությունը պրոռուսական է, չէ, եկող իշխանությունը մենք Ռուսաստանին ասենք, Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինքը կորցնելու է մինչև հյուսիսային Կովկասը, մինչև Վորոնեժ եւ մոտավորապես Վոլգոգրադ տարածքները։ Դրա համար ինքը եթե հիմիկվանից չսկսի իր 300 տարվա խապված դաշնակցի համար Կարսի պայմանագիր եւ այլանի, Ռուսաստանը շատ ցավոտ է վճարելու, ժողովուրդ ջան։ Շատ ցավոտ է վճարելու։ Կովկասում սարքելու են հաջորդ պատերազմ, մի հատ կսարքեն Կովկասում, ռուսական ցեղերի մեջ։ Սա սարքելու են բոլոր տեղերը, Միջին Ասիայում, բոլոր տեղերը, որ Ռուսաստանի բոլոր կողմերը վառվի, ինքը չկարողանա մի ուղղությամբ կենտրոնանալ։ Սա հարցի մյուս կողմն է։ Այսքանով ուզում եմ ավարտեմ այսօրվա հաղորդումը։ Եթե հետաքրքիր բան լինի, նորից կասեմ, ամենայն դեպս այսօրվա ելույթը պոզիտիվ է, ես իշքան կարողացա ձեզ մի օր էլ ուրախ էներգիա տամ, պարտադիր չի միշտ sense թաղման դեմքով նստես, հա, Կիսելյովի ձևերով, բանը, Պոլիտբյուրոյի խոսքով եւ Բրեժնևի մեդալներով նստես խոսած։ Մաղթում եմ ձեզ լավ օր, հիշեք, որ հայը դա Աստծո մասնիկն է ցանկացածից մեջ, Աստծո լույսը։ Ով հայ չի, ով ծախվում է, նա արդեն վերանում է հայ լինելուց։ Դրա համար մենք, ելի եմ կրկնում, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը ասել ենք ու ելի կրկնելու ենք, մեր իշխանության գալից հետո Արցախը եւ Նախիջևանը ազատագրվելու են ոչ հայկական զորքերի օգնությամբ, որ ոչ մի հայ արյուն չգնա։ Իհարկե կմասնակցեն կառավարման մեջ, բայց որպես առաջի գիծ չէ։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Կարինում, Բաբերթում, Կիլիկիայում, Պոլսում։ Եվ վերջում ավելացնեմ։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյան եւ նրա ղեկավարներ Քոչարյան, Սերժ Լևոն։ Ուշադիր նայեք Քենիայում ինչ է կատարվում, պատկերացրեք ձեր վիճակը։ Հենց որ փորձեք լինել մի քիչ ավելի խոհեմ։ Ստեսուն ձեզ։